Քաղաքի մեջ մեղավոր կինը կար, երբ իմացավ, թե անիկա Փարիսեցի տունը սեղան նստած էր շիշ մանուշահոտ, յուղ բերավ, եւ իր հետևի կողմեն անոր ոտքերին քով կեցեր էր կուլար եւ արցունքով սկսավ անոր ոտքերը թրջել, իր գլխում մազերով սրբեր ու կահամբյուրեր անոր ոտքերը եւ յուղով կոծեր։ Յուղն է, գիտեք, բավական թանկագին յուղ եղել։ Ես չեմ կարծում, թե այսքինը կոնկրետ այս կնոջ համար ինքը շատ փառավոր եւ հարուստ է եղել։ Նա հարուստ չէր եղել, բայց գնել էր ամենաթանկագին յուղերից մեկը, երևի եղբայրներ քուրեր։ Եվ եկել էր Տեր Հիսուսի մոտ, իր սերը, իր զղջումը, իր սերը, իր նվիրվածությունը արդեն հայտնելու Տիրոջը, արհամարել ամեն մի անարգանք, որ իրան պետք է արհամարեն։ Այսօր մենք եղբայրներ քուրեր, եթե մեկը մեզ ասի, թե աչքիդ վերև ունկա մի անգամից կներենանք, եթե մեկը ասի դուր կերտակ, ինչքան շատ են այսօրվա դրությամբ, այն մարդիկ, ովքեր որ չեն ուզում ապաշխարել կողքի մարդկանց կարծիքներից վախենալով, չեն կարող արհամարել այդ կարծիքները, կարող ենք Տիրոջ արհամարել, կարծես թե բայց այդ կարծիքները մարդկանց կարծիքներից վեր մնալ, մենք կարծես թե չեն կարող եղբայրներ քուրեր, շատ կարծիք մարդկանց հարազատները, բայց շատ կան նաև հավատացյալներ, որոնք որ եղբայրներ քուրեր իրոք արհամարել են, եւ այստեղ գալողներից էլ շատերը կան, որոնք զրկվել են շատ բաներից եղբայրներ քուրեր, եւ ես հիշում եմ մեզ վկայող եղբայրներից եղբայրը իրան տնից դուրս էին արել, դպրոցի մեջ էր, բայց իրան տնից դուրս էին անում թե գնանք դու մեզի պետք ես, ինչ է թե հերը մի քիչ ունևոր ազնվորություն էր, դիրեկտոր էր եւ այլն, տունը տնից վրընդում էր, բայց ինքը ասում է ես կգնամ, բայց Տիրոջից չեմ հրաժարվի։ Ինչքան են մեր եղբայրներից այս կերել, ինչքան են նեղություն քաշել, եղբայրներ քուրեր, բանտ նստել, մահացել եղբայրներ քուրեր, ավետարանի վկայությունն է, բայց իրանք հավատքով են արել այդ բոլորը։